Շոկ եղանակին հիմնականում այո մեզ մոտ շատ պատահում են ճնշման տատանումներ, ինչպես արդեն իսկ ունեցող հիվանդների մոտ, այնպես էլ առողջ մարդկանց մոտ, դա պայմանավորված է մի շարք պատճառներից։ Առաջինը ճնշումը ընկնում է, երբ որ օրգանիզմում անոթները լայնանում են շոկի հետևանքով, այրան ծավալը պակասում է եւ դրա հետևանքով ընկնում է ճնշումը, որը բերում է թուլության, քնկոտության եւ հակառակն է լինում, երբ որ անոթները սեղմվում է եւ արյունը մածուցիկ է դառնում ավելի եւ ճնշումը դրա հետևանքով բարձրանում է։ Այդ իսկ պատճառով պետք է մենք անպայման ուշադիր լինենք այն մարդիկ, որոնք գտնվում են ռիսկային խմբում, այսինքն ունեն սիրտանոթային հիվանդություններ, պետք է անպայման իրենց ճնշման դեղերը պարտադիր խմեն, եթե տանից դուրս են գալիս, անպայման դուրս գան մինչև 11-ը կամ 5-ից հետո, 11-ից մինչև 5 ընկա ժամանակահատվածը պետք է դուրս չգան, որովհետև դրանք ռիսկային գոտիներ են ճնշման տատանումների համար։